Հրացանը, որ անբոքսինգ են անում իրավապահները, սրբազան պայքարի գործով անցնող գնդապետ Միհրան Մաղսուդյանինն է։ Ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար Բագրատ Սրբազանի ու ևս 17 յուրայինների հետ մեղադրվող գնդապետը զարմանում է։ Այդ զենքը միայն ծիտ կարող է սպանել։ Ես 2010 թվականից որսորդության անդամ եմ։ 2014 թվականից այս հրացանը ես նվեր եմ ստացել։ Բայց այդ փապուշտերը անգամ նախատեսված չեն վայրի խոս սպանելու համար։ Ընդհանրապես ծտի փապուշտեր են։ Ես ո՞նց կարի տանող վայրի կենդանիներ սպանել։ Որոնք երկու օտանի կենդանիներ են։ Ինչու մեղադրող կողմը երկարաշունչ տեքստերում նույնիսկ մեկ անգամ չի նշում, որ իբրև ապացույց ներկայացվող այս զենքերը օրինական են, անգամ իրենը չեն, հարցնում է Բագրատ Սրբազանը։ Իր համար տհաճ է, որ խորհրդարանի ամենաբարձր ամբիոնից իրեն փորձում են համեմատել Ալ-Քաիդա ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա Բեն Լադենի հետ։ Օրինական զենքեր բերել մանավանդ մարդկանց, որոնց 4-րդական, 5-րդական կապ ունեն այս գործի հետ, բոլորն էլ կարող են անել նույնը։ Եվ վերագրել, որ ջեփ չասել, որ օրինական են, դեռ ատրճանը կերկապ։ Պետությունը միլիոնավոր դրամներ է ծախսում գործով անցնողների հետ շատ հաճախ կապ չունեցող զենքերի փորձաքննության համար, նկատում է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Այն դեպքում, երբ այդ զենքերը օրինական են, դրանք պահելը հանցանք չէ։ Ես ուզում եմ որ հանրային մեղադրողները իրենց ներկայացված մեղադրական եզրակացության նշված, դատարանի միջնորդած բոլոր ապացույցները հետազոտեն, դրանց տեսագրություններով, ձայնագրություններով և հիմնավորել հասարակությանը, թե ինչ կապ ունեն այդ ապացույցները և ինչ են հաստատում։ Իհարկե յուրաքանչյուր ապացույցին կանրադառնանք այս եղանակով, որ ևս մեկ անգամ պարզաբանենք, որ այս գործի հետ ու այս մեղադրանքի հետ հետազոտված ապացույցները, պետության ծախսած միլիոնավոր դրամները և մեր վաղտնված ժամանակը ոչ մի կապ չունեն։ Դատավարության մասնակիցները նկատում են, որ ցուցադրվող տեսագրություններում իրավապահները զենքի հետ շփվում են առանց ձեռնոցների, թողնելով նաև իրենց մատնահետքերը։ Հարցնում են, արդյոք իրավունք ունեն։ Քննության որակը շատ ցածր է, իրավապահների մասնակցությամբ տեսանյութերը դիտելիս նկատում են փաստաբանները։ Ակնհայտ է, որ ամեն գնով փորձում են գործ կարել իրենց պաշտպանյանների վրա։ Վերահաստատում են, քրեական վարույթի հատորներում չկա գոնե մի ապացույց, որ սրբազան պայքարի մասնակիցները ահաբեկչություն են նախապատրաստել։ Գայանե Մովսիսյան, Առաքել Օհանյան, Հայլուր։